Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հանուն Հանրապետություն կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, չկան նշաններ, որ Ամերիկա-իրանական պատերազմը կանգնելու է։ Ավելին Թրամփը ասում է, որ մենք երրորդ ալիքի ենք պատրաստում, կլինեն թիրախներ, որոնց Իրանը չի սպասում։ Ինչ սպասել այս զարգացումներից։ Պատերազմ է ընթանում, պետք է սպասել պատերազմի շարունակությանը եւ ավելի այսպես վճռական պատերազմական գործողություններին այս ընթացքում, որովհետեւ բացարձակապես ակնհայտ է, որ հետ քայլի տեղ չունի ոչ Միացյալ Նահանգներ Իսրայել կոալիցիան, ոչ էլ Իրանը։ Եվ հաշվի առնելով ներգրաված կամ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից ներգրաված, իսկ Իրանի կողմից առկա ուժերի եւ միջոցների մակարդակը ինձ միանգամայն տրամաբանական է թվում այն իսրայելական եւ ամերիկյան ռազմական փորձագետների կարծիքը, որ այս պատերազմը կարող է շարունակվել 2-ից 4 շաբաթ։ Այսպես որպես տեսանելի հեռանկար։ Դե իհարկե սա չպետք է ընդունել որպես դոգմա, դա կարող է շարունակվել ավելի երկար կամ գուցե ավելի կարճ, եթե այսպես գծային է ամեն ինչը ընթանում, իսկ եթե կլինեն արանքում էլ ֆորս մաժորներ, ապա այդ ժամանակ արդեն մենք մտնում ենք անորոշության դաշտ, որ այս պահին, այսինքն կանխատեսել հնարավոր չէ անհայտների քանակի, այսպես ասենք, մեծության պատճառով։ Պարոն Մեհրաբյան, ինչ ելքը կարող եք հասկանալ որն է լինելու, հաշվի առնելով այս փուլում եւ Միացյալ Նահանգների հայտարարությունները, եւ Իսրայելի հայտարարությունները, եւ Իրանի հայտարարությունները։ Դե ըստ էության եկեք հասկանանք ով ինչ հարց է լուծում այս պատերազմի մեջ։ Իսրայելը հենց առաջին օրվանից միանշանակորեն հայտնեց, որ իր նպատակն է փոխել քաղաքական ռեժիմը Իրանում։ Եվ ի կատարումը հենց այդ նպատակի պատերազմի հենց առաջին 2 ժամվա ընթացքում սպանվեց Իրանի հոգևոր առաջնորդը, որն ըստ էության ժամանակակից Իրանի քաղաքականության ճարտարապետն է եւ իրականացնողը եւ համակարգի գլուխն էր, հա։ Օրեր անց այսօր մենք ձեզ հետ միասին խոսում ենք, երբ պատերազմի 5-րդ օրն է, դրանց միացավ նաեւ Միացյալ Նահանգները։ Նաև որոշ դաշնակիցներ, եվրոպական դաշնակիցներ, ովքեր իրենց հայտարարություններով սատարեցին նախ այս գործողությունը եւ հետո էլ նաև հիմնավորեցին, թե ինչու են սատարում եւ որպես հիմնավորում բերեցին, որ այս քաղաքական ռեժիմն Իրանում այլևս չպետք է գոյություն ունենա։ Ինչ է անում Իրանը։ Իրանն ամեն ինչ անում է, որ պահպանի այն ինչ ունի։ Նկատի ունեմ թե իր կարողությունները, թե ինքն իրեն որպես քաղաքական ռեժիմ։ Դե հիմա մնացածն էլ պայքար է։ Տեսնենք ամեն ինչ կախված է նրանից, թե որքան նպատակային կլինեն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունները իրենց առաջ դրած խնդիրը կատարելու համար եւ երկրորդն էլ որքան այսպես հարվածակայուն կլինի Իրանում քաղաքական համակարգը, այստեղ էլ կան շատ մեծ այսպես անհայտներ, որոնք մենք չգիտենք ինչպես կդրսևորվի, որպեսզի այսպես որպես համոզմունք
արտահայտենք, թե ինչ է լինել։ Բայց ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ Իրանն այստեղ ուղղակի շանս չունի, մնացածն էլ կապրենք, կտեսնենք։ Հուսահատորեն Իրանը զիջում է այս կոալիցիայի, սա պետք է ընկալել։ Այս պահի դրությամբ, երբ մենք հանդիպում ենք իրար հետ, կարելի ասել, որ Իրանն այլևս չունի հակաօդային պաշտպանություն, չունի ռազմաօդային ուժեր, գուցե ինչ-որ միավորներ ունի, բայց դրանք գործունակ չեն, որովհետև հին ինքնաթիռներ են։ Այսօր Թեհրանի հենց երկնքում օդային մարտ տեղի ունեցավ, իսրայելական F-35-ը սովետական արտադրության մի ինքնաթիռի հետ մարտի մեջ մտավ եւ հենց առաջին իսկ կրակոցով տապալվեց։ Այն մոտավորապես sense պատկեր է։ Եվ չկա ռազմածովային ուժեր, Պարսից ծոցը լքած մի իրանական ֆրեգատ էլ առաջին անգամ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տորպեդահարվեց Միացյալ Նահանգների նավատորմի կողմից, բայց այն էլ արդեն Շրի Լանկայի ափերի մոտ, այսինքն դա Հնդկաստանից հարավ է ընկնում, բավականին հեռու, այսինքն Միացյալ Նահանգները այն որ համաշխարհային օվկիանոսում ունեն տոտալ գերակայություն, դա փաստ է, անվիճելի է, այստեղ Իրանը եւս շանս չունի։ Իրանի շանսը դա իհարկե հրթիռներն ու անօդաչուներն են, որի որոշակի պաշար Իրանը այս պահի դրությամբ ունի։ Որքան այն կբավարարի այսպիսի ինտենսիվության պայմաններում էլի ռազմական փորձագետները Իսրայելից եւ Միացյալ Նահանգներից հենց նշում են 2-ից 4 շաբաթ ժամանակաշրջան։ Իդեպ Իսրայելի թիկունքի հրամանատարությունը նշում է, որ Իսրայելի ռմբակոծությունները եւ հրթիռակոծությունները իրենց ինտենսիվությամբ էապես նվազել են Իրանի կողմից եկող։ Դե մնացածն էլ կապրենք, կտեսնենք։ Պարոն Մեհրաբյան, Իրանում նոր սպանություններ կլինեն ղեկավար կազմի ըստ էության, որովհետև Թրամփը եւ Իսրայելը հայտարարել են, որ անկախ նրանից ով կընտրվի հոգևոր առաջնորդին փոխարինող նոր հոգևոր առաջնորդ կամ նոր պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, նրանք լինելու են մեր նոր թիրախներ, այսինքն կարող է հիմա ընտրության process-ը գնում է, եթե այս մի քանի օր ընտրվի, էլի սպանելու են նրան։ Ըստ ամենայնի այո, որովհետև հենց տրամաբանությունն էլ պատերազմի ցույց է տալիս, որ երբ նպատակ է դրած քաղաքական ռեժիմը լիկվիդացնել, ապա պատերազմն ամենաարագ ձևով ավարտելու եղանակն այն է, որ բարձրագույն իշխանությունը եւ հրամանատարությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը լիկվիդացնել։ Ավելին ամեն ինչ արվում է, որպեսզի ճնշվի Իրանի ռեպրեսիվ ապարատը, այսինքն այն մարմինները, ովքեր կարող են բռնաճնշումներ գործադրել քաղաքացիների նկատմամբ, որպեսզի քաղաքացիների ելույթների, ցույցերի համար ճանապարհ արդեն հարցերի լուծման մնացած մասը արդեն փոխանցեն Իրանի քաղաքացիներին, որոնց ըստ տարբեր գնահատականների շուրջ 70%-ը ցանկանում է ռեժիմի փոփոխություն։ Որտեղից այդ նաև եկեք հաշվից չգցենք այն, որ իսկ դա նշանակում է, որ շուրջ 30%-ն էլ կողմ է ռեժիմին։ Ի վերջո ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն պատկերի վրա, որ հենց առաջին օրն էր, երբ հենց պաշտոնական Թեհրանը հաստատեց, որ այաթոլլան զոհվել է, ամբողջ գիշեր Թեհրանում, Սպահանում, Մեշհեդում, Շիրազում մարդիկ
ցնծության մեջ էին, տոնախմբություններ անցկացրեցին գիշերը, 100,000-ավոր, միլիոնավոր մարդիկ, բայց հենց լույսը բացվեց, մենք տեսանք արդեն սգո ցույց էր, հա։ Այնպես որ այստեղ բարդ է ասել, թե այդ ճոճանակը դեպի որ կողմ կպարկի, եւ հենց դրանից ելնելով էլ Միացյալ Նահանգներն էլ Իսրայելն էլ ձգտում են նվազագույնի հասցնել պատահական զոհերի թիվը, որ այսպես ասենք մարդկանց մոտ մերժում չառաջացնել, հա, կամ չհանգեցնել նրան, որ քաղաքացիները այս պատերազմի մարտահրավերի առաջ կանգնած լինելով նոր կոնսոլիդացիա չլինի եղած ռեժիմի նկատմամբ, որից մարդիկ էլ դժգոհում էին։ Մենք գիտենք, որ այս ամենը հաջորդում է այն ջարդին զանգվածային, որ տեղի ունեցավ հունվար ամսին, երբ կոնկրետ թիվ տարբեր գնահատականները տարբեր են, բայց փաստն այն է, որ տասնյակ հազարավոր մարդկանց դրել գնդացիրներով փողոցներում սպանել են ուղղակի։ Հիմա process է գնում, այսպես է։ Պարոն Միրաբյան, Թրամփը այսպիսով չի հավասարվում Վլադիմիր Պուտինին, նա էլ է երեխաներին սպանում, Ամերիկայի նախագահն էլ է երեխաներին սպանում, ինչով է տարբերվում Վլադիմիր Պուտինից։ Գիտեք ինչ, հենց հարցադրումն ինքնին կարծում եմ այդքան էլ կոռեկտ չի, շատ պարզ պատճառով։ Դե իհարկե պատերազմի ժամանակ փլավ չեն բաժանում։ Մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքը խախտված է, այսպես հուսահատորեն խախտված է, հա։ Ես կողմից ես ուզում եմ որպես ի պատասխան դրա Գերմանիայի կանցլերին մեջ բերել, որն ասաց, որ իհարկե այստեղ խնդիրներ կան միջազգային իրավունքի հետ, սակայն մենք չէ, որ պետք է մեր դաշնակիցներին սովորեցնենք, թե ինչ է միջազգային իրավունքը, մանավանդ երբ Իրանի պարագայում մենք տեսնում ենք, որ Իրանի քաղաքական ռեժիմը տասնամյակներով իրենով իսկ մարմնավորել է միջազգային իրավունքի խախտումը, հասկանում եք։ Եվ հիմա մեծ հարցը լավ, այս խախտումը տեղի է ունենում, եթե պատերազմի սկիզբն ենք համարում, բայց ինքնին այս process-ը բան չի, process չի միջազգային իրավունքի վերականգնման այնուամենայնիվ։ Այստեղ հիմա մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ այո, աշխարհակարգն այլևս այն, որ մենք գիտեինք, որ կա, այլևս չկա։ Դրա փոխարեն նորը չկա, եւ հիմա այո գործում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունք։ Նաև գործում են երկկողմ պայմանավորվածություններ։ Այն պարագայում, երբ կողմերը դա համարում են ձեռնտու։ Մենք տեսնում ենք միջազգային երաշխիքների ինստիտուտը չի գործում։ Բազմակողմ երաշխիքները չեն գործում եւ միջին եւ փոքր երկրները գնում են երկկողմ հարաբերությունների այսպես ցանցի ստեղծման իրենց ապահովագրելու համար։ Եվ ըստ էության Հայաստանն էլ է նույնը։ Հայաստանն այո երկկողմ հարաբերություններ հաստատելով տարբեր երկրների հետ տարբեր ուղղություններով, տարբեր մակարդակի հարաբերություններ ֆիքսելով իրեն ապահովագրում է իրեն հասանելի տարբերակով տարբեր սպառնալիքներից։ Հիմա մենք ապրում ենք ահա այսպիսի անկատար աշխարհում։ Այս աշխարհակարգի փոփոխությունը Հայաստանի վրա ինչ ազդեցություն է ունենալու։ Ինչ ազդեցություն է ունենալու, դե քիչ ոնց որ հարցը փիլիսոփայական է։ Չէ, դե այնուհանդերձ, եթե
մենք ինչ Իրան ենք ունենալու, դա ինչպես է անդրադառնալու մեր անվտանգության, տնտեսության, լավ, եկեք սենց նայենք, եթե մենք մեզ ճիշտ ենք դիրքավորում, ապա կարող ենք դուրս գալ այս ամենից անկորուստ մի բան էլ շահել։ Դե եթե սխալ ենք դիրքավորում, ընկնելու ենք ոտի տակ վերանանք։ Հա։ Սա հարցի այսպես ասենք, ճիշտ դիրքավորումը ո՞րն է, աջ քաշել, պերաշկի ուտել։ Դե եկեք հասկանանք, պերաշկի էլ ուտեք, ինչ է եղել։ Լավ բան է պերաշկին, կարելի է եւ ուտել։ Ինչ որտեղ էլ պետք է ուտել։ Հարցը պերաշկի ոչ պերաշկին չի։ Այստեղ ճիշտ դիրքավորումը ասածը այն է, որ մենք պետք է մեր շահը լավ ձևակերպենք ինքներս մեզ, մենք ինչ ենք ուզում եւ մենք ինչ չենք ուզում։ Եվ առաջնորդվենք մեր այդ շահերով, ապահովագրվելով երկկողմ հարաբերություններով։ Իրանի հետ կապված Հայաստանն այո պետք է իր այդ դրական չեզոքությունը պահպանի Իրանի հետ, որովհետև մենք տեսնում ենք Իրանը բոլոր հարևաններին դրել է հարվածի տակ, փաստորեն շանտաժի ենթարկելով նրանց, թե ինչու են նրանք համագործակցում Միացյալ Նահանգների հետ։ Անկախ նրանից այդ համագործակցությունը ինչ բնույթի է։ Այն արախչին էլ ասում է, հա մենք բազաներին ենք խփում, մենք ձեզ չենք խփում։ Ասում է բազանի տարածքում է ու ինձ պաշտպանելու համար են, չես խփում այն իր։ Հետո հարցնում են, բա հյուրանոցին ինչի ես խփում։ Ասում է դե որ բազային խփում ենք, մենք երաշխիք չունենք, որ նրանք չեն գնում հյուրանոցներ։ Դե դրա համար մենք դա էլ ենք համարում օրինական ուրեմն թիրախ։ Եթե նման դրսևորում կա, այո, մեզանից սա զգուշավորություն է պահանջում, որպեսզի նման բան այս կողմերում տեղի չունենա, ընդ որում ոչ միայն Հայաստանի պարագայում, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանը մեզ ձեռ չի տա մեր տարածաշրջանի որևէ երկրի թիրախավորում Իրանի կողմից։ Որովհետև դա ըստ էության խարխլում է տարածաշրջանային անվտանգային միջավայրը մեզ բոլորիս համար, եւ դա հաստատապես Հայաստանի ձեռնտու չի։ Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներին, ապա այո, Միացյալ Նահանգների հետ մենք ունենք 100-ամյակի պայմանավորվածություններ եւ դրանք ունեն առանցքային նշանակություն Հայաստանի անվտանգության եւ Հայաստանի զարգացման եւ Հայաստանի ապագայի համար։ Մենք պետք է այդ բացարձակ առաջնահերթությունը աչքի լույսի պես այո պահպանենք։ Հաջորդը մենք իհարկե շատ հարցերում այո պետք է սինխրոնիզացնենք մեր քաղաքական մոտեցումները մեր եվրոպացի համախոհ գործընկեր երկրների հետ, ում հետ մենք ինտեգրացիայի հեռանկար ենք կապում, որը նույնպես բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար։ Եվ իհարկե այս ամենը դառնում է տեսական խոսակցություն, եթե մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները ներդաշնակ չպահենք, հա, այսինքն այո պետք է այդ process-ը, այդ համագործակցությունը, այդ երկխոսությունը պահպանել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ եւս, նաեւ այո Վրաստանի հետ, նույն այո Իրանի հետ, որ հենց պատերազմից հաշված օրեր առաջ Սուրեն Պապիկյանն այցելեց եւ կարծում եմ դա շատ կարեւոր այց էր դիրքորոշումներ ճշգրտելու տեսակետից, այդ թվում նաեւ ռազմաքաղաքական հարթության վրա, ինչը վստահաբար արվել է, չնայած Սուրեն Պապիկյանն ում հետ հանդիպել է, նրանք այլևս աշխարհափոխ են եղել, հա, այսպես ասենք, հենց այս պատերազմի բերումով, բայց դա ոչինչ չի նշանակում։ Դա, այսպես ասենք, ինստիտուցիոնալ հետք է թողնում մեր բարի դրացիական հարաբերություններում դրական իմաստով։ Այսպես ընդհանուր գծերով այսքանը Ինչ նպատակ ուներ Պապիկյանի այցը պատերազմից մի քանի օր առաջ Իրան, այսինքն գիտեին լինելու էր, գնացել էր ինչ որ հարցեր քննարկելու։
Ճիշտ ասած, մենք հասկանում ենք, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցերը իրենց բովանդակությամբ եւ օրակարգով լինում են ավելի շատ փակ, քան բաց։ Կարող ենք այստեղ ենթադրություն ունել, որ այո, հենց դա մոտավորապես այդպես էլ եղել է։ Այո, իրանցիներին հետաքրքրել է Հայաստանի դիրքորոշումն ինչպիսին կարող է լինել իրավիճակի այս կամ այն ուղղությամբ զարգանալու դեպքում, նույնն էլ այո, Հայաստանին է հետաքրքիր եղել եւ այս դիրքորոշումների ճշգրտումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, դե Իրանի համար էլ եւս ամենայն դեպս իրանցիներն էլ կարող են հանգիստ լինել, որ Հայաստանի ուղղությունից իրենց վտանգ չի գալիս եւ չի գալու։ Դե մեզ էլ է պետք այսպես վստահություն, հա, որ Իրանում կամ Իրանի շուրջ ցանկացած զարգացումների դեպքում Իրանը որպես հակահարված, ասենք Հայաստանը որպես ուղղություն իր այսպես ասենք մենյուի մեջ չի ունենա։ Այսքանը կարող եմ ասել։ Դե դա պարզ է, Հայաստանում ամերիկյան ռազմաբազաներ չկա։ Դե հա, բայց որոշ իհարկե մեր հատուկ ծառայությունները, մեր իրավապահ մարմինները իրենց ֆունկցիաներում մեջ չի մտնում անասնապահությունը կամ անասնաբուժությունը, բայց այո, մենք ունենք այնպիսի անասուններ, որոնց հետ պետք է հարաբերությունները հենց այդ հարթության վրա դիտարկել եւ զբաղվել ակտիվ անասնաբուժությամբ, որոնք մատածույց էին անում, որ ահա ամերիկյան դեսպանությունը դեսպանություն չի Երևանում, բազա է։ Ու այդ անասունները մինչև հիմա մեր հետ մեր կողքը ման են գալիս ու sense հանրային ելույթներ են ունենում։ Եվ ես չեմ հասկանում մեր հատուկ ծառայությունները ինչու այդ անասնաբուժությամբ չեն զբաղվում, որ բերանները մեկը միշտ փակվի։ Դե հո Իրանը դա չի դիտարկելու այդ մարդկանց հայտարարությունների հիմքով, ըստ էության իրենց հատուկ ծառայություններն են աշխատում եւ հասկանում են դա դեսպանատուն է թե ռազմաբազա, իմ ամեն մեկի հայտարարության հետքերով չեն թիրախավորելու ինչ որ օբյեկտ։ Բայց բոլոր դեպքերում այդ անասունները չպետք է ունենան նման հնարավորություն, տենց անասուն դուրս տալու համար եւ պետությունը չպետք է դա թողի անհետևանք։ Ովքեր այսպես թիրախ որպես մատնացույց են անում մեր երկիրը, մեր երկրում ապրելը։ Ու դա հայտնի է, որ շրջանակներն են։ Որ դրանք այն շրջանակներն են, ովքեր ցանկանում են Հայաստանում ստեղծել ֆորս մաժոր ցանկացած բնույթի եւ Ռուսաստանին մեզ փրկելու այսպես հնարավորություն բացել իրենց կարճ խելքով։ Այդ անասնական շրջանակներն են, որոնք այսօր մինչև հիմա ազատ թրև են գալիս Հայաստանով մեկ եւ ցավոք սրտի իշխանությունը դա համարում է նորմալ։ Պարոն Մերաբյան, Ես համարում եմ դա աննորմալ եւ ես նաեւ որպես կուսակցության փոխնախագահ խոստանում եմ, որ պարլամենտ անցնելու պես այդ օրենսդրությունը վերանայվելու է եւ նման անասունները հնարավորություն չեն ունենա ազատորեն թիրախավորել մեր երկիրը։ Ձեր կուսակցության եվրոպական արժեքները թույլ են տալիս մարդու մասին այդպես խոսել։ Այո, որովհետև թշնամիները վաստակում են իրենց համար հենց այդպիսի բառապաշար եւ այդպիսի բնորոշումներ իրենց համապատասխան գործունեության համար։ Ավելին, հենց եվրոպական արժեքները պետք է լինեն պաշտպանված օրենքով։ Պարզապես մոտ մեկ ամիս առաջ ձեր սիրելի Եվրոպան էր հորդորում քաղաքական բանավեճերում զսպվածություն ցուցաբերել բովանդակային խոսքի վրա շեշտադրումներ անել, այլ ոչ թե անձնական վիրավորանքներ հասցնել։ Շատ ուրախ եմ։ Չեք Ոնց եք հաջող դարձել։ Չեք հետևում։ Հետևում
Այս ուժերից խոսքով ներած ինչ անցնենք հաջորդ հարցին, այս պարոն։ խոսույթով եք հետևում, պարոն Մեհրաբյան։ Ինչպես Այս խոսույթով նաև եք հետևում։ նաև որովհետև այո իրերը պետք է կոչել իրենց անուններով եւ ախտորոշումները պետք է լինեն ճշգրիտ։ Հնարավոր չէ Ժանտախտը անվանել գրիպ։ Պարոն Մեհրաբյան, հիշում եք, հա, որ այս թրիպի հետ կապված ասում էին պետք է շրջանակը ընդլայնել, լինի ոչ միայն Հայաստան, Ամերիկա, այլ նաև Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Եթե այդ տարբերակով գնայինք, այսօր ինչ խնդրի առաջ կանգնած կլիներ Հայաստանը։ Թրիփը կդառներ մարտադաշտ։ Շատ պարզ։ Այդ մարդիկ հենց այդ միտումով էլ տալիս էին նման հրապարակային խորհուրդներ եւ թիրախավորում էին Հայաստան։ Բայց նրանք Հայաստանի տնտեսության հետ կապված դրական բաներ են ասում են հեշտ կլիներ Իրանից նավթը բերել, Վանաձորում մշակել եւ ծախել։ Դե գիտեք ինչ, դե հա, Մոսկովսկի ցիրկի արենայի վրա էլի ինչ ասեք ցույց են տալիս։ Հիմա դրա ինչը կարող ենք զվարճանալ, բայց ասենք դնել լուրջ մեկնաբանել երևի թե մենք վատնում ենք մեր եթերային ժամանակը։ Եվ դուք կարծում եք դա քաղաքական ամփորձ լինելու հետևանք է նման առաջարկ անելը, թե Չէ, դա մարդկանց ուղակի այսպես կարճաժամկետ խափելուն ուղղված փորձ է։ Մարդիկ էլ հուսով եմ իրենց ջախջախիչ մեծամասնությամբ այդքան հեշտ խափվող չեն։ Ուրիշ ոչինչ։ Այստեղ փորձի ամփորձության հարց չի։ բայց ո՞նց կարելի է գիտակցված Հայաստանի համար բացասական բան առաջարկել։ Այստեղ բացասականի հարցն էլ չի, պարոն Կիրակոսյան, այստեղ հարցը իրականության հետ կապ ունենալու եւ կապ չունենալու մասին ավելի շուտ։ Եվ մենք տեսնում ենք, որ մոտեցումն այն է, որ ասվի մի ոչ գիտական ֆանտաստիկայից մի բան, կարճաժամկետ էֆեկտ ապահովվի եւ ապահովվի ինչ-որ ձայներ։ Բայց մյուս կողմից էլ ես այնուամենայնիվ մնում եմ ես էլ մեր կուսակցությունն էլ այն համոզմանը, որ ոչ բոլոր քաղաքական կազմակերպություններն են, որոնց պետք է թույլ տրվի մասնակցել ընտրություններին։ Նրանք, ովքեր աֆիլիացված են Ռուսաստանի հետ, ռուսական շահերի հետ, նրանք ուղղակի չպետք է թույլատրվեն ընտրությունների եւ քաղաքական դաշտը պետք է զերծ լինի, այլ թշնամի պետության շահերը սպասարկելու ուրեմն հանձնարարություն ստանձնած քաղաքական խմբերի սուբյեկտների կողմից, հա։ Հետևաբար այստեղ անելիք ունի իշխանությունը, բայց չի անում ու ես ցանկություն էլ չեմ տեսնում անելու, որովհետև այսպես հարմար է։ Նրանք Ալեն Սիմոնյանն էլ ասում է, որ իրենք սահմանադրական մեծամասնություն կունենան եւ իրենց համար մեկ է թե այն մնացածը ով կլինի իրենց համար ընդդիմություն։ Եթե դա այդպես է, իսկ այդ հայտարարության դա այդպես է, ապա այդ ընդդիմությունը որքան դեֆեկտիվ լինի, այնքան կառավարող մեծամասնությանը ձեռնտու է։ Այսպես մի առաստաղից մի բոքսի տանձ կախեն, ամեն մեկը հենց պարապ ժամանակ գա մի հատ դմփասնի գնա իմանալով, որ այլ բան այդ բոքսի տանձից սпасել պետք չի, այնպես ինչպես մենք տեսել ենք այս անցնող 5 տարին, այնպես ինչպես մենք այսօր տեսանք այս հարցու պատասխանը, այս գրոտեսկի օպերետայի ժանրի այս խոսակցությունը, որը հանրային օգուտի տեսակետից զրոյական եւ սա ես այլ կերպ քան հարկատուների փողերի մսխում
չեմ ընկալում եւ չեմ կարող ընկալել։ Եվ պարոն Մերաբյան, արտաքին հետախուզական ծառայությունն էր մտահոգություն հայտնել իր շուրջ 1-1.5 ամիս առաջ հրապարակված զեկույցում, որ եթե Մերձավոր Արևելքում պատերազմ լինի, դա վտանգելու է Հայաստանի անվտանգությունը։ Ինչը նկատի ուներ հատուկ ծառայությունը ձեզ։ Այն որ այո, այդ ռիսկերը մեծանում են Հայաստանի համար եւ հիմա դա արդեն տեղի է ունեցել, այդ ռիսկերը կան, հիմա խնդիրը հետեւյալն է, որ մենք կառավարենք այդ ռիսկերը եւ հիմա պաշտոնական Երևանի կողմից տարվող քաղաքականությունը այդ տրամաբանության մեջ է։ Եղած ռիսկերը մենք չենք կարող ազդել դրանց վրա, ասենք դրանց լինել չլինելու վրա, բայց մենք հիմա պետք է մեր ռեսուրսները մոբիլիզացնենք այդ ռիսկերը կառավարելիության հունի մեջ պահելու համար։ Միշտ էլ եւ դատելով, այսպես ասենք, բարձրագույն պաշտոնյաների հայտարարություններից Հայաստանը նպատակադրվել է իրականացնել։ Ինչ ռիսկեր, ինչի մասին է խոսքը։ Դե մենք խոսեցինք պատերազմի ինչ չհասկացա։ Միգրացիոն առումով խնդիրներ կարող են առաջանալ։ Դե գիտեք ինչ, այս պահի դրությամբ նման ռիսկ չկա։ Դարապես Իրանի որևէ հարևանի հետ կապված չկա այս պահի։ Բայց փաստ չի, որ օրինակ եմ ասում, հա։ Մենք ասացինք, ֆիքսեցինք ձեզ հետ, նաև դա փորձագետներն են նշում, որ Իրանի բնակիչների մոտ 70%-ը այո ցանկանում է իշխանության փոփոխություն, բայց դա նշանակում է, որ 30%-ն էլ հավատարիմ է գործող քաղաքական ռեժիմին։ Հիմա, եթե ընդունենք, որ Իրանը թևակողի մի քաոսի մեջ, ինչ է լինելու։ Այդ ժամանակ արդեն մենք կարող ենք խոսել այդ ռիսկերից եւ այդտեղ այո Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի թույլ չտա, որ այդ քաոսը տարածվի ուրեմն մեր պետության տարածք։ Բայց այս պահի դրությամբ ես նման վտանգ եւ ոչ թե ես, հա, այլ ընդհանրապես Իրանի հարևան երկրներում չկա։ Դա չեմ տեսնում նման վտանգ։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան, հարցազրույցի համար։ Համեցեք